Ողջույն Ալբանիայից։ Ձեզ հետ Էդգարը եւ Մելինան։ Այս անգամ ուսումնասիրելու ենք Դյուրես քաղաքի առաջին գծում գտնվող Ամառա հյուրանոցը։ Գնացինք։ Մեքենայով օդանավականից հյուրանոց ընկած հեռավորությունը կազմում է մոտ 30 կիլոմետր, իսկ տևողությունը 30-ից 35 րոպե։ Հյուրանոցը գտնվում է Դյուրես քաղաքում Ադրիատիկ ծովի ափի առաջին գծում։ Հյուրանոցը ունի գեղեցիկ ինտերիեր, համադրված է ներդաշնակ գույներով եւ կավորված բարձրորակ կահույքով։ All inclusive փաթեթով հանգստացողների համար լողափում գտնվող բառն անվճար է։ Այստեղ մատուցում են զովացի շութեր եւ տեղական ալկոհոլ, իսկ ընդունարանում գտնվող լոբի բառը վճարով է, ինչպես նաեւ all inclusive փաթեթով հանգստացողների համար նախատեսված է օրական 3 անգամյա սնունդ շվեդական սեղանով։ Հյուրանոցն ունի նաեւ անվճար բացօթյա լողավազան եւ հագեցած սպա սրահ, որտեղ սպա ծառայությունները վճարով են։ Շարժվում ենք առաջ հարգելինս եւ ցուցադրենք ձեզ այստեղի համարները, միասին անցնենք ներս տեսնենք այստեղի ստանդարտ double համարը, տեսնենք թե ինչպեսի տեսք ու կառուցվածք ունի այն։ Եվ այսպես մենք ներսում ենք, ինչպես ասում է Էդգարը, եւ մուտքից աջ, այստեղ լոգարանն է։ Այստեղ ունենք ատամի մածուկ իր խոզանակով, խնամքի համար անհրաժեշտ կոսմետիկ միջոցները մնացած, մարմնի լոգանքի համար նախատեսված գելեր, ֆենը, հայլին գեղեցիկ լուսավորությունով, լվացարանը, որը մաքուր է, ոչ մի ավելորդ հետ, լաքաներ չկան այստեղ, մաքրությանը հետևում են, դա շատ կարևոր է, այստեղ սրբիչներն են, զուգարանը, այս հատվածում լոգախցիկն է, որտեղ կա տրոպիկական ցնցուղ, ինչպես որ ես սիրում եմ, կա սովորական ցնցուղ, անցնենք առաջ, լոգարանի դիմաց գտնվում է զգեստա պահարանը, որտեղ կան դարակներ, մյուս հատվածում հավելյալ ծածկոցն է, կախիչները, ներքևում հողաթափերն են, ասեմ, որ համարը գեղեցիկ գունային լուծումներով է, այստեղ ունենք մեծ հայլի, մինի բար, ավելի ճիշտ անվճար տրամադրում են ջուր եւ թեյնիկ, եթե ցանկանում եք թեյ կարող եք ձեր հետ վերցնել եւ եռացած ջրով արդեն խմել թեյ կամ սուրճ, որը որ դուք ձեր հետ կբերեք։ Այստեղ կա king size մահճակալ, ինչպես տեսնում եք, գեղեցիկ գույներով ձևավորված համար, առջևում մահճակալի գտնվում է TV-ին եւ այստեղից բացվում է տեսարան դեպի Ադրիատիկ ծովը, դուրս գանք պատշգամբ, ահա տեսարանը դեպի Ադրիատիկ ծով, դեպի լողափ, այստեղ շինարարություն է գնում, բայց սեզոնը բացվել հետ մեկտեղ այն դադարեցվում է, որպեսզի չխանգարեն հանգստացողներին։ Այստեղ կա սեղան իր երկու աթոռով, մոխրաման, չորանոց, ինչպես տեսնում եք, եւ թերևս այսքանը։ Եկեք շարունակենք եւ տեսնենք ընտանեկան համարը քնեկտ սենյակներով։ Առաջինը սկսենք լոգա սենյակից։ Այստեղ տեսնում ենք մինիմալիստական ոճով լոգա սենյակ, լվացարանով, գեղեցիկ հայլով, ֆենով։
Այստեղ տեսնում ենք խնամքի կոսմետիկ միջոցները, ատոմի խոզանակիր մածուկով, ոճառ եւ այլն, լոգա խցիկը, տրոպիկական եւ սովորական ցնցուղով։ Այստեղ սրբիչներն են դրված։ Անցնենք առաջ։ Իմ առջևում զգեստապահարանն է, տեսնենք ներսում ինչ կա, ահա կախիչներ, սեյֆ ամենակարևորը, հողաթափեր ներքևում։ Տեսնում ենք king size մահճակալ է այս հատվածում։ Անմիջապես դիմաց TV-ն է։ Ջուրը անվճար, նաև տալիս են թեյնիկ, թեյի համար դա նույնպես անվճար է։ Այստեղ ունենք սառն արան ներքևում։ Երկու սենյակներն էլ ունեն անձնական լոգարաններ։ Երկրորդ ննջասենյակը առանձին երկու մահճակալներով բավականին լուսավոր է եւ ընդարձակ տարածքով։ Այստեղ նույնպես ունենք TV, ջուր, կրկին թեյ կարող եք այստեղ խմել։ Ահա անցնենք երկրորդ լոգասենյակին, ոճը լրիվ նույնն է, կրկին տրոպիկական սովորական ցնցուղով լոգախցիկը, ահա այստեղ նույնպես ունենք ֆեն, տեղադրված սրբիչներ, կրկին խնամքի կոսմետիկ միջոցներ, պարագաներ եւ լվացարանը։ Երկրորդ ննջասենյակը կրկին ունի առանձին զգեստապահարան, հավելյալ ծածկոցներով, կախիչներով, ներքևում հողաթափերն են եւ կրկին դատարկ ունենք։ Անցնենք երկրորդ սենյակի պատշգամբ։ Ահա ունենք տեսարան դեպի ծով, երկու աթոռներ սեղանով, բավականին ընդարձակ հարմարավետ պատշգամբ է։ Քայլում ենք առաջ հարգելիներս եւ ցույց տանք ձեզ այստեղի Junior Suite համարը, անցնենք ներս, տեսնենք թե ինչպիսի տեսք ու կառուցվածք ունի այն։ Եվ այսպես մենք ներսում ենք համարի եւ ցույց տամ ձեզ հյուրասենյակը, նախ այստեղ կա երկու բազկաթոռի բազմոցով, բազմոցը բացվում է, ասեմ, որ համարը նախատեսված է երկու մեծ, երկու երեխայի համար, նաեւ կարող է լինել երկու մեծ, երեք երեխա այստեղ։ Այստեղից կա ելք դեպի պատշգամբ, ցույց տամ ձեզ այն։ Պատշգամբում կա, ինչպես տեսնում եք, չորանոց, երկու աթոռ իր սեղանով, այստեղից բացվում է տեսարան դեպի Ադրիատիկ ծովը, հիմա ձեզ այն ցույց տամ։ Ահա այստեղից բացվում է տեսարան դեպի Ադրիատիկ ծովը, անչափ գեղեցիկ տեսարան կարող եմ ասել, եւ մասամբ այստեղից երևում է նաեւ քաղաքի հատվածը, բնակելի շենքերը, հյուրանոցները։ Նաև հյուրասենյակում կա, ինչպես ասացի, երկու բազկաթոռ, այսպիսի գեղեցիկ սեղան։ Այստեղ ունենք սառնարան, որը դատարկ է։ Այստեղ կա TV, շարժվենք առաջ։ Այստեղ ունենք զգեստապահարան, հայլի, ներքևում հողաթափերն են։ Զգեստապահարանում կա ավելյալ բարձ ծածկոց, ինչպես որ միշտ, այստեղ կախիչներն են, մյուս հատվածում դարձյալ հավելյալ ծածկոց, ասեմ, որ տվյալ հյուրանոցում կամ հյուրանոցներում ծածկոցները անչափ շատ են, այստեղ դարձյալ հատված, որտեղ կարող եք դնել ձեր իրերը, և այստեղից դեպի աջ մուտք են գործում ննջարան, որտեղ կա king size մահճակալ, գեղեցիկ գունային լուծումներով, դիզայնով, կահավորված, գունավորված։ Այստեղից բացվում է տեսարան դեպի քաղաք։ Այս հատվածում չկա պատշգամբ, բայց կա այսպիսի մեծ պատուհան։ Ասեմ, որ տվյալ հյուրանոցում նույնպես ամեն ինչ մաքուր է, չկան ոչ մի ավելորդ բծեր, լաքաներ, հետքեր ու նմանատիպ այլ բաներ։ Ցույց տամ ձեզ լոգարանը։ Լոգարանում կա լվացարան, խնամքի համար անհրաժեշտ կոսմետիկ միջոցներ, դարձյալ շամպունь, ատամի մածուկ իր խոզանակով, 3 օրինակից, այստեղ ոճառներն են, ֆենը, սրբիչները, վերևում դարձյալ սրբիչներն են, այստեղ լոգա խցիկն է, տրոպիկական ցնցուղով, սովորական ցնցուղով, մեծ հարմարավետ մաքուր, ինչը որ կարևոր է դարձյալ, եւ թերևս այսքանը։
Հյուրանոցն ունի սեփական լողափ, որն ունի հիանալի ավազային մուտք դեպի ծով։ Կահավորված է հարմարավետ տապչաններով եւ հովանոցներով, ինչպես նաեւ ունի առանձին բար։